Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել իր պատկերացրած խաղաղության մասին հուշագիրը։ Այնտեղ Մոսկվան շարադրել է բոլոր ցանկություններն ու պահանջները, որոնք ունի Ուկրաինայից պատերազմը կանգնեցնելու համար։ Проекта того меморандума, который мы передали украинской стороне. Ուկրաինական կողմին փոխանցված նախագծի տեքստում կան բազմաթիվ դրույթներ, ամեն ինչ պետք է անել, որ վերացնենք հակամարտության արմատական պատճառներն ու կանգնենք կայուն կարգավորման ուղու վրա։ Հուշագրում ամենագլխավոր պահանջը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի մասին է։ Այդ շրջանները ըստ ռուսական կողմի պետք է միջազգայինորեն ճանաչվեն որպես Ռուսաստանի սուվերեն տարածք։ Դրանք արդեն իսկ Մոսկվան ամրագրել է Ռուսաստանի սահմանադրության մեջ որպես դաշնության մաս։ Ռուսական ամենակարևոր պահանջներից մեկն այն է, որ Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակ ունենա, այսինքն չանդամակցի ռազմական որևէ բլոկի, մասնավորապես Հյուսիսատլանտյան դաշինքին ու մտքից հանի միջուկային զենք ունենալու գաղափարը։ Մոսկվան նաև Կիևից պահանջում է հարգել Ուկրաինայում ապրող ռուսախոս բնակչության իրավունքները։ Ռուսական կողմը նաև առաջարկում է Ուկրաինային փուլ առ փուլ վերականգնել դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունները։ Հուշագրով ենթադրվում է փոխադարձ հրաժարվել մարտական գործողությունների հետևանքով առաջացած վնասի փոխհատուցման պահանջներից։ Մոսկովյան պահանջները իհարկե անընդունելի են ուկրաինական կողմի համար։ Ուկրաինայում խաղաղություն կլինի, երբ վերականգնվի իր տարածքային ամբողջականությունը։ Financial Times-ի լրագրողը հրապարակել է հուշագրի ուկրաինական տարբերակի ամբողջական տեքստը, որը Կիևը Մոսկվային է փոխանցել։ Ըստ այս տեքստի Ուկրաինան չի ճանաչում 2014 թվականից ի վեր իր տարածքների օկուպացիան ու անվերապահորեն պահանջում է հրադադար օդում, ծովում, ցամաքում։ Ուկրաինան պարտավոր չէ չեզոք կարգավիճակ ունենալ ու իրավունք ունի անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։ Ստացվում է երեկվա Ստամբուլյան բանակցությունները անարդյունք են անցել։ Կողմերը կրկին չեն կարողացել հրադադարի շուրջ ընդհանուր հայտարարի գալ։ Չնայած Կրեմլից հայտարարում են, որ շատ հարցերում ուկրաինացիների հետ համաձայնության են եկել, ուղղակի անհրաժեշտ է կյանքի կոչել դրանք։ Были достигнуты определенные договоренности в Стамбуле. Ստամբուլում որոշակի համաձայնություններ ձեռք բերվեցին, դրանք իսկապես կարևոր են։ Այս համաձայնությունները կիրականացվեն, որից հետո աշխատանքը կշարունակվի։ А дальше работа будет продолжаться. Կշարունակվի, բայց դեռ միայն բանագնացների մակարդակով։ Նախագահների հանդիպումը մոտ ապագայում քիչ հավանական է համարում Պուտինի խոսնակը։ Այդպիսի շփումները պետք է լինեն տեխնիկական համաձայնությունների արդյունք, ասել է Պեսկովը։ Ռուսաստանի և Ուկրաինայի ավելի քան 3 տարի ընթացող պատերազմը լցրել է Թրամփի համբերության բաժակը։ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանն է հայտարարել, որ Սպիտակ տան ղեկավարը արդեն հունից դուրս է գալիս, քանի որ կողմերը ձգձգում են խաղաղության գործընթացը։ Ի դեպ ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Միացյալ Նահանգներ է մեկնել։ Երմակի նպատակն է համոզել Վաշինգտոնին նոր սանկցիաներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ Հասմիկ Սերոփյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։